Հանրությունների պատվերով իրենց քաղաքական հաճախորդի պասով Ոսկեհատ գյուղից հայր եւ որդի Ներսիսյաններին են սուտ մատնության զրպարտչանքի հիմքով կրկին ազատազրկել։ Եվ ուրեմն ազատություն քաղաքացիներին, ազատություն, ազատություն, ազատություն։ Այս իշխանությունները կատարում են մի know-how, ստեղծել են քաղաքացիության մի նոր կատեգորիա։ Երբ որ քարոզարշավի շրջանակներում լինում ենք տարբեր յուղերում, Էջմիածին քաղաքի տարբեր թաղամասերում, բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ հետ շփվում են, նրանց նույնպես սպառնում են եւ հարկադրում են մնալ տանը։ Սպառնում են եւ հարկադրում են մնալ տանը այն մարդկանց, ովքեր մեր առաջիկա հանդիպումներում նույնպես կարող են մասնակցել եւ ներգրավել։ Անկախ քաղաքական ճաշակներից եւ տեսակներից մենք վստահ ենք եւ պնդում ենք, որ Հայաստանում քրեիրավական, դատաիրավական համակարգը գործում է սելեկտիվ կարգով։ Մենք վստահ ենք, որ մարդկանց քաղաքաբանտարկյալ եւ բանտում հայտնվելու գլխավոր պատճառը իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքներն են։ Մենք վստահ ենք, որ այսօր եթե մարդ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բազում հանցագործություններ կարող է իրականացնել, որի արդյունքում նա որևէ պատասխանատվության չի ենթարկվելու։ Եվ նույնի այլեական հակառակի, եթե ընդդիմադիր է, շատ հնարավոր է հայտնվես բանտում առանց որևէ հանցագործություն կատարելու։ Այսօր մենք ունենք իրավիճակ, որով որ սրբազանները, բարերարները, փաստաբանները, ինչը իրավական պետության համար խայտառակություն է, հայտնվել են բանտում մեկ պարզ պատճառով, որ նրանք ընդդիմադիր հայացքներ ունեն եւ ի պաշտպանություն մեր ազգային հենասյունների, ի պաշտպանություն մեր ազգային ինստիտուտների հայտարարություններ են արել։ Իրենց հայտարարությունների մեջ որևէ անցակազմ չի եղել, սակայն քանի որ իրենք ընդդիմադիր են եւ քանի որ իրենք հասկանում են օրինակ Միքայել Սերբազանի օրինակով, որ Միքայել Սերբազանը ունի այնպիսի մեծ հանրային ընդունում եւ հարգանք, որ իր շուրջ կարող է լինել կոնսոլիդացիա, Նիկոլ Փաշինյանը իր վախերը արտացոլում է տվյալ քաղաքաբանտարկյալներին կալանավորելով։ Ես օրինակ իմ համար մեծ հարց է, թե մենք ունենք քննիչներ եւ դատախազներ, ովքեր գործում են օրենքի տալով, օրինակ իմ պատկերացման բավականին արդարացի կլիներ, որ քրեական գործօրինակ հարուցվեր Ալեն Սիմոնյանի վրա, որը լինելով պարլամենտական հանրապետության պարլամենտի նախագահ, ինքնահարճակ կերպով դարձել է մեր թշնամի պետության ղեկավարի փաստաբանը, եւ երբ որ մեր պետության, մեր սուվերեն տարածքում գտնվող մեր Սևանա լճի մասին տրվում են ինչ-որ թուրքական օկուպացիոն անվանումներ, մեր պետության երկրորդ պաշտոնյան իրավունք չունի դա պաշտպանել։ Հակառակը նրանք պետք է հայտարարություններ անեն ի պատասխան։ Ասում են ընդդիմությունն է հրահարել, Արցախի դրոշներ են դրել, դրա համար տեսեք, ցավոք սրտի մենք ունենք մի իրավիճակ, լինում են, չէ՞, այտենց երեխաներ, որ տանը ծնողների վրա անդադ բղավում են եւ ջղայնանում են, դուրս են գալի փողոց ծեծ են ուտում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր կառավարական խմբով հենց այդ փոքրիկ տղան է, այսինքն երբ որ դիմացը կանգնած են թուրքեր, այլ երկրի ներկայացուցիչներ, նա շատ պուպուշ, հանգիստ, տոլերանտ, վախկոտ մի մարդ է, երբ հարցը հասնում է իր սեփական հայրենակիցներին, իր երկրի քաղաքացիներին, նա դառնում է շատ կոշտ, ագրեսիվ եւ իբրև թե օրենքը պաշտպանող, բայց դա սուտ է, որովհետեւ թե Սամվել Կարապետյանի, թե